Պարսիմոնյան ինչպես կգնահատեք քարոզարշավի ընթացքը, քաղաքացիների խնդրանք պահանջը քաղաքացիական պայմանագրից ինչու՞մն է կայանում։ Որ իրանց մենակ չթողնենք, Նիկոլին մենակ չթողնենք, որ շարունակենք, շնորհակալություն են շատ հաճախ շնորհակալություն են հայտնում եւ հետաքրքիր բանն է, որ իմ տպավորությամբ բոլորը ում հետ ես հանդիպել եմ, նկատի չունեմ միայն մեր աջակիցներին, մարդիկ արդեն իրենց որոշումը ունենում են քվեարկելու։ Կարծում եմ մենք եկել ենք մի հետաքրքիր քարոզարշավի, որտեղ որ մարդկանց 90%-ը որոշում ունի, թե ում է քվեարկելու։ Մեզ հակառակորդ ինչ-որ ընդդիմադիր թիմի մարդիկ արդեն գիտեն։ Ցանկանում եմ խոսենք պրոռուսական ուժերի տարածած այս կերտ նարատիվների մասին, մասնավորապես 300,000 ադրբեջանցի Հայաստանում։ Լավ, դա հիմարություն է, կներեք բառից համար, այդ հիմարությունը ինչ մեկն է, ասենք իրանք բանը ստանում են, սկսում են բոլորով նույն բանը կրկնել, բայց տենց խոսակ բան տենց հին ասացված կա, ինչքան ուզում ես հալվա ասա, մեկը բեր այնպես չի քաղցրանա։ Իրանք տենց անընդհատ ասում են, բայց էլի ձեզ ասեմ, մեր ժողովուրդը շատ իմաստուն է եւ գիտեն էլի ինչա կատարվում, այնքան լավ գիտեն, որ որևիցե քաղաքական գործչի մեկնաբանություն մեկ նույնիսկ ավելորդ է թվում, որտեվ հասարակ մի քանի հերոստանգերություն նայող համացանցին հասանելիություն ունեցող մարդ կար անենց բանանի, անենց վերլուծություն անի, որ քաղաքական գործիչները չեն կարողանում անել։ Պատերազմի եռագլուխ ուժերից մեկի առաջնորդը Դավիթ Ծառուկյանը նախորդային լրագրողի հարցին պատասխան երբ ասել են Լուկաշենկոն ինչու չօգնեց Հայաստանին, ասել են թե երբեք որ չօգնեց։ Սրան ինչ-որ մեկնաբանություն։ Չեմ ուզում իրան մեկնաբանում, անկեղծ ասած չեմ ուզում։ Ասել է, հիմա իր ընկերն է, ես իրանց ընկերական հարաբերից մատիում եւ մատանու արանքը ցակուցություն եմ մտնելու։ Պարոն Սիմոնյանը ցանկանում խոսենք այն հարաբերությունների մասին, որ ընդդիմությունն ասում է, որ Ռուսաստանը փչացնում է, Հայաստանը փչացնում է, Հայաստանի իշխանությունները փչացնում են հարաբերությունները մտավորյալ Ռուսաստանի հետ։ Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականից ի վեր ոչ մի բան չի արել հայ-ռուսական հարաբերություններին հակառակ, միայն պաշտպանել է իր շահերը, բայց մեր նկատմամբ առնվազն անարդարացի են գործել շատ տարբեր գործընկերներ եւ շատ տարբեր երկրների ներկայացուցիչներ, ինչին արձագանք ա եղել, որտեղ մենք ընտրվում ենք հայ ժողովրդի կողմից, այլ ոչ թե Բրյուսելից, Վաշինգտոնից կամ Մոսկվայից։ Նաև ռուսական որոշ քաղաքական շրջանակների այսպիսի քաղաքական խանդ է եւ Հայաստանում հասկացված եվրոպական քաղաքական համաժողովի մասին վստահ լսել եք։ Այլևս ինչպես արձագանք։ Կարծում եմ խանդի տեսարանները տեղին չեն եւ իրենք միշտ սպասարկել են իրենց շահերը, իրենք չգիտեմ, պատերազմից առաջ եւ հետո լավ հարաբերություններ են ունեցել, դաշնակցային հարաբերություններ են կնքել 2022 թվականին Ռուսաստանը եւ Ադրբեջանը, որ հետ մենք փաստացի պատերազմական դերության մեջ էին, դաշնակցային հարաբերություններ համաձայնագիր ստորագրեցին փետրվարին 2022 թվականին, եթե չեմ սխալվում, պատերազմից առաջ մեծ քանակությամբ զենք են վաճառել, իրանք երբևիցե չեն ասել են, բարձրաձայն ասել են, որ իրանք չեն պատրաստվում որևիցե ձևով հակադրվել, չնայած նա, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք եղել, իսկ ՀԱՊԿ-ի երկրի նկատմամբ հարձակում ա եղել եւ այլ, կարելի է մի 2-3 ժամ սրա մասին խոսել, ամեն երկիր իր շահն է պաշտպանում, մենք մեր երկրի շահն ենք պաշտպանում, մեր մարդկանց շահն ենք պաշտպանում։